Good afternoon, everybody. 2015-ին ԱՄՆ-ում լուրջ տնտեսական աճ է գրանցվել, ավելացել է աշխատավարձի չափը եւ պակասել գործազրկության տոկոսը։ Միացյալ Նահանգները շարունակել է ուղղորդել աշխարհի առաջատար մասը դեպի կայուն զարգացում։ Տարվա արդյունքներն ամփոփելիս ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման ասել է, որ Միացյալ Նահանգները հետևողական կատարել է առաջնորդի իր դերը։ Աշխարհում Ամերիկայի բացառիկ դերն արտահայտվել է ոչ թե որևէ մեկին ռմբակոծելու մեջ, այլ առաջնահերթությունների օրակարգը որոշելու, զարգացման ուղղությունը նշելու եւ աշխարհի երկրներն այդ ուղղությամբ առաջնորդելու մեջ։ Անդրադառնալով իսլամական պետություն խմբավորման Դաեշի դեմ պայքարին, Օբաման նշել է, որ ահաբեկիչների հսկողության տակ գտնվող տարածքը զգալիորեն կրճատվել է։ ԱՄՆ-ի նախագահի խոսքով հակաահաբեկչական ուժերը հուշք ու հարվածներ են հասցրել ահաբեկիչներին, սակայն Դաեշի վերջնականապես ոչնչացնելու համար դեռևս լուրջ ջանքեր են անհրաժեշտ։ Այդ կապակցությամբ Բարաք Օբաման ընդգծեց Սիրիայում քաղաքացիական պատերազմին վերջ դնելու կարևորությունը։ Երբ ավտորիտար ղեկավարը սկսում է սպանել սեփական ժողովրդին, 100,000-ներով չի կարելի ակնկալել, որ մենք ուղղակի ոչինչ չենք ձեռնարկելու, քանի որ դա մեր ինքնությանը դեմ է։ Անդրադառնալով անվտանգության խնդրին, Օբաման նշել է, որ Միացյալ Նահանգները լուրջ է մոտենում երկրի ներսում անվտանգության ապահովմանը։ Այդ կապակցությամբ մասնավորապես, որպես ԱՄՆ մուտքի վիզա տրամադրելու մի մաս, ուսումնասիրվում են նաև դիմորդի հրապարակային գրառումները սոցիալական ցանցերում։ 2016 թվականը նախագահ Օբամայի խոսքով հաջող տարի է լինելու։ Տարի, երբ շոշափելի արդյունքների կհասնի մաքուր էներգիայի ոլորտի արդյունաբերությունը, լայնածավալ զարգացում կստանա արդեն եռապատիկ աճ գրանցած քամու էներգիայի ոլորտը եւ 20-ապատիկ աճով աչքի ընկած արեգակնային էներգիայի ոլորտը։ Արման Թարջիմանյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։ Happy Star Wars. Everybody have fun with your family.